Վերջին օրերին Երևանամելց մի քանի բնակավայրերում հրազենի գործադրումով միջադեպեր են գրանցվել, որոնց ընթացքում բարեբախտաբար զոհեր չեն եղել։ Բայց իրադարձություններն ինքնին անհանգստացնող են այն համատեքստում, որ բավականին հաճախ են հրապարակվում լուրեր այս կամ այն վայրում հրազենի կիրառման վերաբերյալ։ Սա հատկապես ուշադրություն գրավեց օրեր առաջ ներքին գործերի նախարարի հրապարակած վիճակագրական տվյալների համատեքստում։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, այնուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը եւ պիտի նաև փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ, այսինքն սա վկայում է, որ մենք ավելի ինտենսիվացրել ենք օպերատիվ աշխատանքով զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Նման դեպքերում առաջինը, ինչը շեշտում են պաշտոնական շրջանակները, ապօրինի զինամթերքն է, որը հայտնվել է հանրության ձեռքին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Պարբերաբար նույն թիվն են կրկնում՝ 17,000։ Արդյունքում 42,2%-ով ավելի զենք զինամթերք ենք առգրավել, քան եղել է 2024 թվականի կտրվածքով։ Այս տվյալներով հանդերձ պրակտիկ գետնի վրա արդարադատության համակարգին առնչվող մարդիկ նշում են, որ իրավապահների աշխատանքն այս պահին չի նպաստում ծանր, այդ թվում հրազենով կատարված հանցագործությունների թվաքանակի նվազմանը։ Ներկայում հնարավոր է, որ օրինակ շատ դեպքերում անարդյունավետ գործիքակազմի կիրառումը պետության կողմից այս կամ այն հանցանքը բացահայտելու անձի նկատմամբ կատարված հանցագործության մեջ մեղավոր անձին պատասխանատվության կանչելու առումով հնարավոր է պետությունը թերանա եւ այո դա հանգեցնի ինքնադատաստանի ակտերի։ Ծանր հանցավորության աճին նպաստում են նաև օրենսդրական փոփոխությունները, որոնց մասին դեռ տարիներ առաջ խոսում էին մասնագետները։ Խոսքը մասնավորապես թեթև հանցագործությունների դեպքում կիրառվող մասնավոր մեղադրանքի համար անհրաժեշտ ապացույցների հավաքագրումը քաղաքացու ուսերին թողնելն է։ Օրինակ, մեքենայի դետալների գողության զոհերի համար սա արդեն սովորական երևույթ է։ Բնական է, չէ՞, որ մարդը կնախընտրի սեփական ուժերով հայտնաբերել հանցագործին եւ նրա հարցերը լուծել, ինչպես պատկերավոր ասում են, գեղական կարգով, ինչն էլ իր հերթին ծնում է տարատեսակ վտանգավոր երևույթներ։ Պետությունը որոշեց այդ ողջ խնդրեմը, խնդիրը, ծախսը թողնել տուժողի վրա եւ տուժողը ստիպված է այսուհետ մասնավոր գանգատների վերաբերյալ գործերով ինքը հավաքել ապացույցներ, կազմել համապատասխան փաստաթուղթ, ներկայացնել դատարան եւ պահանջել, որպեսզի իր նկատմամբ հանցանք կատարած անձը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հիմա այս պայմաններում պարզ չէ, որ քաղաքացին կընտրի ինքնադատաստանի ակտ իրականացնելը, քան գնա ռեսուրսներ վատնի, հերիք չի իր նկատմամբ հանցանք է կատարել, մի հատ էլ գումար ծախսի, նյարդեր քայքայի։ Կա նաև կարծիք, որ հանցագործությունների, այդ թվում հրազենի կիրառմանը հանգեցնում է իրավապահների բառացի զբաղվածությունը։ Այսինքն մի կողմից ամեն ամիս նոր ստորաբաժանումներ են ստեղծվում իրավապահ համակարգում, մյուս կողմից նրանց գործն է գնալով ավելանում։ Իրավապահ համակարգի ռեսուրսները ուղղվում են այնպիսի անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ում նկատմամբ ընդհանրապես ենթակա չէր այդ հետապնդումը հարուցվելու եւ այո, դա կարող է բերել նրան, որ իրենք շատ զբաղված լինեն եւ ըստ էության հանցանքներ չկարողանան բացահայտել։ Մեծ հաշվով, ի՞նչն է հանցավորության կանխարգելման գլխավոր մեխանիզմներից մեկը՝ պատժի անխուսափելիությունը։ Այսինքն, ես գիտեմ, որ հանցագործություն կատարելուց հետո մեծ հավանականությամբ կհայտնաբերվեմ եւ կենթարկվեմ պատասխանատվության։ Խնդիրը սկսում է այն պահից, երբ որոշ մարդկանց մոտ իսպառ բացակայում է այս մտավախությունը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։